Շատ ուրախալի, որ տարեցները նախաճաշում են։ Եվ ընդհանրապես տարեցների մասին հետաքրքիր ինֆորմացիա Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի այսպես առողջ ծնվելու չափման աղյուսակ, սանդղակ, որ առավելագույն ամենաառողջը 100 միավորն է եւ ամենահետաքրքիր փաստերից մեկը, որ տարեցների խումբը ամենաառողջ սնվողների ցուցակում է մոտ այդ 100-ից 85 միավոր է, այսինքն ինչքան մարդ երևի մեծանում է, ինքան ավելի իրեն ժամանակ է տրամադրում ու ժամանակ ունի եւ գիտելիք ունի եւ գուցե նաեւ հասկանում եւ գուցե եւ կողքից կան ինչ որ հիվանդություններ, որոնց համար անհրաժեշտ է որպես իրենք սնվեն։ Իսկ տարիքի հետ բարելավումներ, փոփոխություններ պետք է մտցնել։ Տարիքի հետ կապված իհարկե առանձնահատկություններ կան եւ օրգանիզմի փոփոխություններ եւ դրան համապատասխան սննդամթերքի, որտեղ սննդամթերքը ոնց որ մատակարարում է, ոնց սկզբից ասացինք, այն բոլոր շինանյութը, որ օրգանիզմին անհրաժեշտ է եւ առաջին տարիքային փոփոխությունը, որ լինում է օրգանիզմում ֆիզիկական մակարդակի մկանային հյուսվածքի իջեցումն է, այսինքն թուլանում է, վերանում է կամած քչանում է մկանային հյուսվածքը համար 35-40 տարեկանից տարին մի տոկոս կարծեմ մկանային հյուսվածք են կորցնում բուժման ձևը սպիտակուցների քանակը չքչացնելը եւ պահելն է իրականում սպիտակուցները մենք այսպես մտածում ենք որ ամբողջ օրը խորոված ուտող ազգ ենք իրականում առողջ սպիտակուցների խորոված ուտում են երևի ես 100%-ից 5-ից 10% առավելագույնը այն էլ իհարկե ոչ ամեն օր բայց մսամթերք ձկնամթերք ձու այդ սպիտակուցի հիմնական աղբյուրները մեծ մասին կամ անհասանելի են կամ ամեն օր միևնույնն է չեն ուտում մենք ավելի հասանելի ունենք լոբեղենը որոնք էլ ավանդաբար ուտում ենք մի տեսակ միայն ձմեռվա ամիսներին ամառվա ամիսներին քիչ ենք օգտագործում բայց դրանք հիանալի ագույն բուսական սպիտակուցի աղբյուր են ինչևէ տարեցները կորցնում են մկանային հյուսվածքը եւ որպեսզի չկորցնեն պետք է անպայման պահեն են քանակը որ իրենք ուտում են շեշը դնելով բուսական սպիտակուցների վրա որտեղ կենթանական սպիտակուցները նաեւ աղբյուր են հագեցած ճարպաթթուների, որոնք մեր երկրում տարածված սիրտանոթային հիվանդությունների դիաբետի ռիսկն են բարձրացնում եւ դժվարացնում են ընթացքը, այսինքն ոչ թե ուտել օրինակ յուղոտ պանիր, որ նաեւ աղի աղբյուր է պետք չէ, այլ ուտել լոբեղեն, ոսպեղեն, լոբի, ոսպ, սիսեր, ընկույզ, նուշ, ինչ ունենք, դդումի կորիզ, որտեղ ինչ որ չափով բուսական սպիտակուցներ կան եւ այնքան խիտ չեն իհարկե, բայց կա նաեւ ձուն շատ ավելի հասանելի եւ խիտ եւ սննդարար սննդատեսակ այնպես որ առաջին տեղում սպիտակուցներն են երկրորդը իհարկե ինչի պակասում է մեծացող մարդը օրգանիզմը վիտամին B12-ն է շատ հաճախ այդ բոլոր թուլությունը որ չեն կարողանում շարժվել եւ այլն պայմանավորված է հենց դրանով անհրաժեշտ է ուղղակի քննվել բժշկի մոտ ու անհրաժեշտության դեպքում գուցե ստանալ որպես տեղամիջոց որովհետեւ առանց հարստացնելու այդ քանակի B12-ը դժվար է ստանալ։ Կամ սննդամթերքի միջոցով անհրաժեշտ քանակը տարեց օրգանիզմը չի կարող ստանալ, ընդունի դեղորայքի տեսքով։ Եթե կա արդեն պակաս, պետք է ընդունել դեղորայքի տեսքով, որովհետեւ հիմնականում այսպես ասենք, այո։ Եվ իսկ եթե սննդամթերքին անդրադառնանք որպես ուղեկցող, ինչ սննդամթերք։ Մսեղեն, իհարկե, կատնամթերք, մսեղեն, իրենք են հիմնական աղբյուրները, բայց մեծերի մոտ տարեցների մոտ ավելի ախորժակի զգացողություն իջնում է ուտելու քանակներն էլ փոքրանում են, որովհետև մարսողական տրակտի այդ բոլոր գեղձերը իհարկե գնում են ապաճման, ավելի քիչ են աշխատում, ավելի վատ են աշխատում եւ այստեղ մյուս խնդիրն էլ է գայս վիտամին B12-ից հետո դա ջրի խնդիրն է, որովհետև ծարավի զգացողությունները էլ կորում եւս մարդիկ սկսում են ավելի քիչ ջուր խմել։ Այս դեպքում պետք է ուղղակի հիշել, որ կապ չունի ինչքան ծարավ եք, միևնույն է պիտի խմել այդ ջուրը, որովհետև դեհիդրատացիայի մեծ վտանգ կա եւ ջուր չխմելն էլ իր հերթին կարող է բերել տարեցների մոտ շատ տարածված մի ուրիշ խնդրի, որն է փորկապությունը։ Դրա համար փորկապության կանխելու համար էլ պետք է ջուր խմել եւ շատ օգտագործել միրգ եւ բանջարեղեն։ Առաջին տեղում իհարկե բանջարեղեն, այսինքն բանջարեղենը պետք է լինի այո ափսեի կեսը եւ ճաշին եւ գուցե նախաճաշին եւ ընթրիքին։ Ինքը վերադառնում է մեր առողջ ափսեի սկզբունքին, բայց այս դեպքում ամենաառաջինն է ընդհանրապես բանջարեղենները իրենց երիտասարդացնող հատկություններով, անտիօքսիդանտներով եւ այլնով առաջին տեղում են։ Այնպես որ լոկալ, տեղական, հայկական սեզոնային բանջարեղենը լավագույն ընտրությունն է։ Դուք ունեք արդյոք տարեց պացիենտներ, ում հետ աշխատում եք իրենց այս կամ այն հիվանդությունից բխող սննդակարգի կարգավորման ուղղությամբ։ Հիմնական տարեցները
ավելի դիմում են ոչ թե օրինակ քաշի իջեցման համար, այլ իջնում են օրինակ երիկամային փոխպատվաստված հիվանդներ, ուռուցքաբանական ախտահարումներով հիվանդներ, լինում են լեղաքարային հիվանդ, ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններով շատ լինում են հիպերտոնիայով ու հիպերխոլեստերինեմիայով հիվանդներ, եւ անցած տարվա մեր աշխատանքներ հետաքրքիր նաեւ ներառում էր տարեցներին Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնի հետ էր եւ սնուցման ուղեցույց գրվեց նրանց համար եւ նախորդ քննարկվել էր եւ տարիքայինը եւ սեռայինը եւ հիվանդությունների պրոֆիլը իսկ Հայաստանում շատ տարածված տարեցների շրջանում զարկերակային գերճնշումի, շաքարային դիաբետի համար կան ուղղակի սննդատեսակներ ու դերիքներ, որ կարող ենք հիմա եթերում ասել եւ ուղղակի հանել ռացիոնից։ Մենք ունենք ամենաշատ տարածված սիրտանոթային հիվանդությունները, որ եւ հիվանդացության եւ մահացության Հայաստանի Հանրապետությունում եւ հաշմանդամության առաջին տեղում է եւ իրենց դեղորայքային բուժման առաջին կետը նախորդող կետը դա սննդաբուժությունն է, որտեղ սնունդը բացի նայեն ինչ որ ուտում ենք մենք այն ենք, նաև ինչպես Հիպոկրատն էր ասում, թող դեղը լինի ձեր սնունդը եւ սնունդը լինի ձեր դեղը։ Այս դեպքում շատ հետաքրքիր ու ապացուցահեն տվյալներ կան, ինչպես կարող է սնունդը կարգավորել զարգարակային ճնշումը։ Առաջինը, եթե կա քաշ ավելորդ եւ որովայնային ճարպակալում, այս դեպքում որովայնային ճարպակալման բուժում է պետք եւ ինչքան սանտիմետրով որովայնը իջնում է, այնքան ճնշումը ավելի իջնում է։ Երկրորդը անկախ է քաշից, ու նույնիսկ եթե ավելորդ քաշի չկա, զարկերակային ճնշման իջեցման համար բուժում է անալի սննդակարգը, որովհետեւ եթե դուք հիշում եք տարեցները հիշում են երևի, որ եթե ունեն իհարկե զարկերակային գերճնշում, առաջին ընտրության դեղը, երբ որ սկսում էր հիվանդությունը, եղել են միզամուղները։ Այսինքն հեղուկը օրգանիզմից հանում ենք, որ սիրտ կարողանա այդ փոքր քանակը աշխատացնել եւ ճնշում չառաջացնել, դա շատ մեխանիկորեն եմ իհարկե ասում։ Եվ այդ միզամուղը ինչ անում, ջուրը օրգանիզմից հանում է, ջուրը մեր օրգանիզմում պահում է եւ կապում է նատրիումի իոն, այդ աղը, ինչը մեր մեջ կա, այսինքն աղը օրգանիզմի ջրերը պահում է ու երբ որ մենք ուզում ենք որպես հիպերտոնիկա բուժենք այս հիվանդությունը ու նաև մարդուն աղը հանում ենք, բացառում ենք, այդ նշանակում է եւ մեր թաքնված աղերը, այսինքն աղը պանիրից, աղը հացից, աղը թթուներից, որ մենք ասում ենք թթու, բայց իրականում թթու չէ, ինքը աղի է։ Աղը բոլոր պահածոյացվածներից, որտեղ պահածոների մեջ ենք աղ լցնում, աղը ոչ մենակ սեղանի աղը, այլև այն աղը, որ լցում է ճաշ պատրաստել։ Ինչպես ասում են, աղը պետք է պահարանում պահել։ Պետք է պահարանում պահել ու այստեղ հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանի Հանրապետության բնակիչների մեծ մասը օգտագործում է կրկնակի անգամ շատ աղ, քան խորհուրդ է տրվում են, առավելագույնից կրկնակի անգամ, այսինքն մոտ 5 գրամ է խորհուրդ տրվում, իրենք ուտում են 9-8 համարյա 10 միջինը, ընդ որում տղամարդիկ ավելի շատ են։ Եվ որտեղից են ստանում այդ աղը, կհարցնեք դուք, իհարկե 5-ից 3-ը աղը ավելացնում են մինչև համը փորձելը, այսինքն բերում են ճաշը, ինքը չի էլ փորձում աղի է, կրկին վարքագծային, դա վարքագծային է եւ բայց իրենք հիմնական այդ 9 քանի գրամը ստանում են հացից ու պանրից։ Մյուս հետաքրքիր նորությունը, որ Հայաստանի Հանրապետության բնակչությունը չգիտի, որ աղը վատ բան է։ Շատ տարօրինակ է, բայց երբ որ հարցում ես անում, թե աղի ավելցուկ ինչի կարող է բերել, բոլոր պատասխանները կան, հոդերում աղի կուտակում, հա, եւ այլն, բայց չկա զարկերակային գերճնշում, այսինքն Հանրապետությունը մահանում է եւ հիվանդանում է զարկերակային ճնշմամբ, բայց ոչ մեկ ընդ որում ինչի հիմնական պատճառներից մեկը աղի շատ օգտագործում է, բայց բնակչությունը չգիտի։ Այստեղից արդեն պարզ է դառնում, որ զարկերակային գերճնշման բուժման առաջին բաներից մեկը աղը հանում ենք այդ թթուներ, մթուներ, գոնե չնպաստելով դրանով հիվանդության զարգացմանը։ Բայց այո, բայց այս պիտի լինի ընդհանրապես հանել ճաշերը պատրաստել առանց աղի, սկզբում սա շոկ է, որովհետև համային ռեցեպտորները ամբոստանում են, ապստամբում են ու ասում են ուրա մեր աղա, որտեվ իրանք սովորեն աղի ու ոչ մի ուրիշ համ չգիտեմ, բայց մի քանի օր հետո ոնց որում համեմելով ուրիշ բաներով, չորացրած կանաչներով, կարմիր պղպեղով գուցե եւ այլն, բայց այդ համերը կարելի է վերականգնվել ու դրանից հետո դուք հասկանում եք ինչքան աղի են մեր բոլոր տեղերի սնունդը